Ինչպիսի վստահություն ունեք, որ առաջիկա 5 տարիներին ձեր նախանշած հավակնոտ ծրագրերը կիրականացնեք մի երկրում, որի վիճակը այսօր շատ վատ է։ Հայաստանի Հանրապետությունում գումար կա, բայց այդ գումարը չի ծախսում ժողովրդի ու մեր բոլորի կյանքը բարելավելու համար։ Վարչապետի հատորը զբաղեցնող անձը անհասկանալի խոստումներ էր նոր տալիս, որ առաջի անգամ է տեղեկացվում, որ Գյումրիում վատ վիճակ է կամ օրվա իշխանություններին է մեղադրում։ Իշխանության խոսույթը ավելի շատ տանում է այն կողմ, որ այսօրվա ձեր դիրքորոշումն ավելի սադրող է։ Ռամիլ Սաֆարովները իրավունք չեն ունենալու գալու Հայաստան եւ գույք ձեռք բերելու։ Խոսում են 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին։ Իշխանությունն ասում է, որ այդ թեզը ավելի շատ դուք եք շահարկում։ Դա Աստված, թող մենք շարգող լինենք, մենք է սխալ լինենք։ Ասոցացնում են Ռուսաստանի իշխանության շահերը սպասարկող կուսակցության հետ։ Մեր ուղղվածությունը լինելու է բոլոր հնարավոր ու անհնար երկրների հետ։ Ես գիտեմ, որ առաջիկայում նաև մեծ հանրահավաք է նախատեսվում Գյումրիում։ Ամսի 30-ին ժամը 6-ին դուրս գանք վերջապես այդ թուլամորտի կարգավիճակից ու գնանք դեպի ուժեղ Հայաստան։ Նախընտրական քարոզչության փուլը շարունակվում է եւ քաղաքական ուժերը շարունակում են հավակնոտ ծրագրեր ներկայացնել։ Եթերում հնարավորությունների սահմանումն է, բարև ձեզ։ Այսօր իմ հյուրը ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն է, բարև ձեզ, պարոն Մխիթարյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ, որ ընդունել եք մեր հրավերը։ Պարոն Մխիթարյան, տեսեք, դուք այն քաղաքական ուժերից եք, որ բավականին հավակնոտ ծրագրեր է ներկայացրել, այն է 300,000 աշխատատեղ, 0% հարկ փոքր բիզնեսին, 40,000 դրամ աշխատավարձ ժամկետային զինծառայողներին, անվճար կրթություն եւ այլն եւ այլն։ Բայց դրա հետ մեկտեղ նաեւ շարունակում եք պնդել, որ ներկայիս իշխանությունը այս 8 տարիներին ինչ արել է, վատ է արել, մեր արտաքին պարտքն է այսպես կրկնակի աճել, տնտեսական շատ վատ ցուցանիշ ունենք, երկրի արտադրողականությունը վատ է, համենայն դեպս այս պատկերը ունենալով ձեր առաջ ինչպիսի վստահություն ունեք, որ առաջիկա 5 տարիներին ձեր նախանշած հավակնոտ ծրագրերը կիրականացնեք մի երկրում, որի վիճակը այսօր շատ վատ է։ Տեսեք, 42-43% ունեցող աղքատություն ունեցող մարզում երեկ էլ տեսանք, որ վարչապետի հատորը զբաղեցնող անձը անհասկանալի խոստումներ էր նոր տալիս, որ առաջի անգամ է տեղեկացվում, որ Գյումրիում վատ վիճակ է կամ օրվա իշխանություններին է մեղադրում։ Երբ որ իրանք եկան իշխանության, իրենք խոսում էին ժողովրդավարությունից։ Հիմա ինչ է ստացվում։ Ստացվում է Գյումրու համայնքապետը այս պահին ոչ իշխանական է, ու իրենք այդ ամենից նեղվել են։ Նախորդ հանդիման ժամանակ էլ հիշում եմ, որ իրենք խոսում էին նեղված, որ եթե մեզանից մեկը լիներ, մեր կրոնը, մեր անհասկանալի կրոնն ընդունեիք, ձեր քաղաքի վիճակը լավ կլիներ։ Բայց ամբողջ Հայաստանում երկրի վիճակը այնպես չի, որ ԿՊԱ-գան համայնքապետեր կամ չգիտեմ գյուղապետեր ունեցող տեղերում վիճակը լավ է։ Քաղաքում իրենք կտրվել են իրականությունից, գյուղերում իրենք կտրվել են իրականությունից։ Այս ամբողջ ընթացքում, երբ որ ես իմ թիմի հետ շրջել եմ քաղաքով կամ նաև գյուղերով, իրականությունը հենց այնտեղ է։ Երբ որ մարդիկ օրվա հացի կարոտ են բարի բուն իմաստով, մարդիկ չեն կարողանում իրենց կոմունալները վճարեն։ Ու այս իշխանության վրա գետ 1% հույս ունենալ, որ իրենք ինչ-որ մի բան են անելու, դա միամտություն է, դա երեխայություն է, դա ինքնախապեյություն է։ Դրա համար մենք մեր պարոն Ղարաբեդյանի ծրագրերը այնպես են գծված, որ գիտեք, ասեմ ձեզ, Հայաստանի Հանրապետությունում իրոք գումար կա։ Ուղղակի գումարը օգտագործում է իշահ միայն ու միայն իրենց։ Երեկվա իսկ նաև իսկ հայտարարությունները, վիլլաներ, չգիտեմ ինչ բան, բայց նույն մենք ունենք արտադրության նախարար, երբ որ 200,000 դոլարանոց տան մասին են խոսում, դե ասում են դե նորմալ է, ինչի պետք է չունենամ։ Այս շատ լավ է։ Իրականում շատ լավ է, ունեցեք, թող ամենամեծ ճուզողը լինեմ ես, բոլոր թող լավ ապրեն, բայց երբ որ մի երկրում, մի մարզում, ինչպես նշեցի, բնակչության գրեթե յուրաքանչյուր երկրորդ կամ երրորդ աղքատ կամ ծայրահեղ աղքատ է համարվում, 8-10 միլիոն դրամ պարգևավճար ստանալը, դա առնվազն ճիշտ չէ, դա առնվազն լավ չէ, դա առնվազն մարդկային չէ։ Ես էլի եմ կրկնում, թող բոլորը լավ ապրեն, սկսած վարչապետից, վերջացած պատգամավորներով, չգիտեմ, վերջացած մնացածը, բայց այդ ամենը դու կարող ես անել երկրում նման շռայլություն քեզ թույլ տաս։
Միայն այն բարակամ, երբ որ քո ժողովուրդը ապրում է։ Վերջի վերջո պետությանը ծառայելը, հանրային ծառայող լինելը, հենց այդ բառը տեղից է եկել, ծառայող, ծառայել, ոչ թե իշխել, իրենք լավ ապրեն, մնացածը մնան սոված։ Դրա համար մեր ծրագրերը, պարոն Կարապետյանի ծրագրերը այնքան իրատեսական են, որ դրանց շատ նաև ծրագրեր կան, որ հնարավոր է իրականացնել օրենսդրական ժամկետները պայելով 15-20 օրում։ Օրինակ 0% հարկ փոքր բիզնեսի համար, կամ նաև ստեղծող աշխատատեղերը, դա միայն չի նշանակում գործարան կառուցել։ Երբ որ մարդուն մենք հնարավորություն ենք տալիս, ասում ենք դու սկսիր քո բիզնեսը, քո ուղեղով, քո ունեցած, եթե ունես իհարկե, քո ունեցած գումարով ներդրիր քո նոր բիզնեսը։ Քեզ ոչ խանգարելու է հարգային, ոչ կա որևէ հավասարություն, ոչ ունես իրավաբանի կարիք, ոչ ունես հաշվապահության, հաշվապահի կարիք։ Այդ մարդը արդեն ռիսկով իրենց այդ սիրած բառով այդ բառը իհարկե փչացրեցին, բայց դա էլ ենք հետ բերելու, դուխով ինքը կմտնի բիզնեսի մեջ, ինքը իր գործունեությունը կանի, իր ընտանիքով, չգիտեմ, կաֆե կբացի կամ մնացած։ Կշահի այդ համատեքստում։ Երբ որ մարդիկ սկսեն արդեն մինչև պետության այսպես ասենք խառնվելը, երբ որ մարդիկ սկսեն իրենք ունեցած բարձիտակ դրած գումարը ռիսկով առանց վախենալու պետությունից, այդ ժամանակ երբ որ սկսեն իրենց գործունեություն անել, պետությունը միանգամայն կշահի։ Ասեմ ավելին, վերջի վերջո ցանկած ողջախոհ, ողջամիտ մարդ, երբ որ սկսի բիզնես, մի օր իր բիզնեսը փոքր միջին բիզնես փոքրից դառնալու է միջին, միջինից դառնալու է խոշոր, այսինքն ինքը ունենալու իր դրայվը, որ սկսի կործանել, ավենալ, երբ որ մարդկանց մենք հանգիստ թողնենք օրինակ փոքր բիզնեսի հետ կապված, վստահ եմ մարդիկ անելու են դա ամենը, ոչ թե առավոտ եկուն մտածեն, թե մի հատ դեմը խփեն, մի հատ դեմը չխփեն, հարգանից մարդ կգա, հարգանից մարդ չի գա, երբ որ մարդը ազատ ու հանգիստ եղավ, ինքը նաև բարոյապես բարդականություն կունենա պետության հանդեպ։ Պետությունը պետք է լինի իր քաղաքացիների կողքին, որը ոչ թե քաղաքացին միայն ու միայն լինի պետության կողքին։ Քաղաքացին իրանք են խոսում, տուգանքի մատերիալ չի, հարգայինի չգիտեմ, էս չի, բայց հիմա իրենց գործառույթները, աշխատանքները միայն ժողովրդին թալանելն է, ուրիշ ոչ մի բան։ Ինչպես։ Սկսենք կամերաներից։ Ճիշտ է, շատ սխալ է Նիկոլ Փաշինյանին ասել 5 տարի առաջ ուրիշ բան ես ասել, հիմա ուրիշ բան, որովհետև ինքը 3 անգամ օրվա մեջ իր խոսույթը փոխում է։ Նույն օրվա մեջ նույն դեպքի հետ կապված 3 անգամ բան անում, բայց հարգային տերորները։ Ես վստահ եմ Աստղիկ ջան, որ դուք տեղեկացված կլինեք հաստատ, որ վերջին 1 տարում մի քիչ ավել ինչքան խանութ սեփականատերեր տուգանվել են։ Ու տուգանքները 1, 2, 3 միլիոնի մասին չի խոսքի, 10, 20, 50, 100, 150, 200 միլիոն։ Ու մարդկանց բոլոր խանութներին տանում են սնանկացման։ Քաղաքում այդ մասով նույնիսկ շարժ չկա։ Մարդիկ պետությունից վախենում են, բայց մարդը չպետք է վախենա պետությունից, քաղաքացին չպետք է վախենա պետությունից, այլ հակառակը պետք է լինի։ Մենք պետք է ժողովուրդը, ես, դուք, դրսի կանգնածը մյուսը պետք է գերակա շահ լինի պետության համար, ոչ թե մենք իրանց համար դիտարկվենք ընդամենը ընտրող, ընտրությունից ընտրություն կան ինչ-որ տենց համերգներ, սերդիկներ անեն ու ասենք վсё, սա точно է։ Կամ նաև խոսում ենք խաղաղությունից, այդ խաղաղությունը չկա Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական ուժ, որևէ մեկ adekvat մարդ, ով թեմ լինի խաղաղությունը։ Ես ուղղակի չեմ պատկերացնում ու բացառում եմ, բայց երբ որ խաղաղությունը ժամանակավոր բնույթ է կրում, երբ որ մի կողմից խոսում են 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու մասին, ու այդ ամենը անում է Նիկոլի բարեկամ լավ ընկեր մեծ եղբայր Ալիևը։ Իշխանությունն ասում է, որ այդ թեզը ավելի շատ դուք եք շահարկում։ Շատ լավ, տա Աստված, թող մենք շահարկող լինենք, մենք է սխալ լինենք, այդ դրեցինք այդ մի մասը, բայց տեսեք, Ալիևի կողմից ցանկացած տեսակի հնչեցված բառ Նիկոլ Փաշինյան իրականություն է դարձրել։ Ու հիմա սկսած թրիփ կոչվածից, եւ որը իրականում, ինչպես հասկանում ենք, կարծես թե ամեն դեպքում միջանցք է համարվելու, որովհետեւ Ալիևի կողմից անդադար դասդակներ գալիս են, երբ որ մենք թույլ ղեկավար ունենք, որևիցե մեկը սկսած Ալիևից մեր հետ հաշվի չի նստելու։ Դրա համար է մեր խնդրանքը մեր հասարակությանը, մեր քաղաքացին, որ դուրս գանք վերջապես այդ թուլամորտի կարգավիճակից ու գնանք դեպի ուժեղ Հայաստան։ Էլի եմ կրկնում, Ալիևի կողմից չի եղել ընդամենը մեկ նախադասություն, որ ինքը ասի ու Նիկոլ Փաշինյանի միջոցով չիրականացնի։ Կամ ուրիշ բան ասեմ, խոսում ենք տարածքների մասին, ասում են Արցախը դա իրենց եղել, չենք խոսում թե ինչեր էին կրում էլեկտրոլատ զանգված ներքաշելու իրենց մոտ, Արցախ, Հայաստանը եւ վերջ ակնան իմ հայրենիքն է եւ այլն եւ այլն եւ այլն։ Հիմա մարդուն հարց են տալիս, Բարձրաստիճան Պաշտոնյան հարց են տալիս, ասում են, եղբայր, Ստեփանակերտում եկեղեցի են քանդե, ասում են դե իրանք իրենց տարածքը նորմալ չէ։ Ասենք այդ հայրենասիրությունը, այդ հայրենիք սիրել է կամ չգիտեմ, անձնագրերի հետ կապված այդ մանկապարտեզային գործողություններ են իրանք անում։
ասում են Արադը ինչի է քանը խոր վիրաբից, ինչ որ ասում են դե Արադը մերը չի, ինչի մնա։ Շատ լավ, իսկ ուրիշ հարցամ Հարգարժան այդ մտքի գիգանտներին միգուցե պետք չէր խոր վիրաբը հագարակ կողմից նկարել, որ մի հատ էլ ժողովրդի մոտ այդ ցասույթը ստանալ։ Դրա պատճառն իմաստը որ ներով կարող են բացատրել։ Էլի եմ գրում օրինակի համար խոր վիրաբի դե կարող են անել, չգիտեմ, Սևանի վանկը։ Ենթադրենք։ Պարոն Մխիթարյան, բանն այն է, որ իշխանության խոսույթը ավելի շատ տանում է այն կողմ, որ այսօրվա ձեր դիրքորոշումն ավելի սադրող է եւ եթե հանկարծ քաղաքացիական պայմանագիրը չընտրվի, օրինակ ուժեղ Հայաստանի պարագայում մեր երկրին կսպառնա նոր պատերազմ։ Ինչպես կհակադարձեք։ Ես հակադարձում դրա իրականում շատ պարզ է, եթե քաղաքացիական պայմանագիրն անցնի, կամ մենք կորզանվելու ենք, թեկուզ ոչ պատերազմով։ Կամ մենք լքելու ենք Հայաստանի Հանրապետությունը, որովհետև մեր, չգիտեմ տեղեկացված եք թե չէ, երեք պարոն Կարապետյանը հայտարարություն նաև տարածեց, նոր ընդունվող մեր իշխանության գալու պարագայում ամենաառաջին քայլը լինելու է նոր օրենքի ընդունումը, ըստ որի Ռամիլ Սաֆարովները իրավունք չեն ունենալու գալու Հայաստան եւ գույք ձեռք բերելու։ Մենք ունենք Գուրգեն Մարկարյան, ով որ գիտենք ինչ պայմաններում սպանվեց դաժանաբար Հունգարիայում։ Հիմա ինձ մեկը կարող է երաշխավորել, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի մագարտակով, դա երաշխավորություն չեմ համարում։ Կարող է ինչ-որ մեկը երաշխավորել, որ ենթադրյալ 300,000 ադրբեջանցիների գալու դեպքում ես հանգիստ եմ լինելու։ Կամ ինձ վնաս չեն տալու, իմ ընտանիքին վնաս չեն տալու, ձեզ վնաս չեն տալու, մեր քաղաքացիներին վնաս չեն տալու։ Ախր միայն ու միայն մտածելու նրա մասին, որ ժամանակավոր կարող է ջինսը 50 դրամ էժան առնենք, դրանով հայրենիք չեմ պահում։ Այդ հայրենիք պահել չի, այդ հայրենիք սիրել չէ։ Էլի եմ կրկնում, բոլորս էլ տենչում ենք խաղաղության, բայց խաղաղություն կարող է լինել միայն ուժեղ մարդու, ուժեղ պետության հետ։ Նիկոլ Փաշինյանը ուժեղ ընդդիմադիր է ներքին դաշտում մեր հետ, այսինքն ձերբակալությունները, չգիտեմ, մնացած խոսույթ եւ այլն, բայց դուրսը Նիկոլ Փաշինյանի բանակցությունները եւ մնացած քայլերը հավասար են 0-ի, իրականում 0-ի չեն, մինուս են։ Ձեր բանակցությունները ուր կտանեն մեր։ Տեսեք, մեր առաջնորդը այն տեսակ առաջնորդ է, որ ոչ թե սրանք խոստումներ են կամ ինչ-որ բան են, մենք ունենք շատ པարզ սոցիալական ցանցերում 30 տարվա անցած ճանապարհ մարդու։ Նիկոլ Փաշինյանից ու Նիկոլ Փաշինյանի թիմի անդամներից մեկին ցույց տվեք, ով որ լավ, անգլերեն ասած background ունի, ով որ իրականում լավ ճանապարհ է անցել։ Բոլորի ինքնակենսագրականներում խոսում է միայն ծննդյան մասին, խոսում է քայլելու մասին ու քայլելուց հետո 2010 թվականին նախարարի տեղակալ падգամավոր եւ այլն եւ այլն։ Մեր թիմը երբ որ նայում եք, իրականում էդել է փաստ, ուզում ասեմ գլուխ գովալու բան չի։ Դա ընդամենը խոսում ենք փաստերի մասին, հաստատված փաստերի մասին։ Մեր թիմի գերակշիռ մաս, եթե ոչ ամբողջովին, համալսարաններ են ավարտել, աշխատանքային լավ անցած ճանապարհ ունեն ու մնացած լիքը կետեր, բայց իրենց պարագայում չկա այդ ամենը։ Շատ լավ, միջազգային հարաբերությունների մասով ձեր բանակցությունները որ երկրների հետ կլինեն եւ այժմ գաղտնիք չէ, որ իշխանականները նաեւ ձեզ ասոցացնում են Ռուսաստանի իշխանության շահերը սպասարկող կուսակցության հետ եւ նաեւ այս առումով ինչ հակադարձում կա ու միջազգային ասպարեզում ձեր համագործակցությունները ուր կհասնեն։ Տեսեք, մեր ուղղվածությունը լինելու է բոլոր հնարավոր ու անհնար երկրների հետ։ Այսինքն պետք է լինի բալանսավորված։ Երբ որ իրենք խոսում են Ռուսաստանի հետ մեր կապվածության մասին, իրենք մոռանում են, որ 18 թվականից 26 թվականին Հայաստանի Հանրապետությունը շատ ավելի կախվածության մեջ է եղել Ռուսաստանի հետ, քան որևէ այլ երկրի հետ, ու նաև քան որևէ այլ իշխանություն։ Այսինքն լինի դա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան կամ Լևոն Տեր-Պետրոսյան։ Հիմա խոսել մեզ ուղղակի ընդամենը տիպ կպցնել այդ առիթով, դա էլի եմ ասում, իրենք խոսույթ չունեն։ Դրա համար ուրիշ բան ասեմ ձեզ, ասեք նաև վերադառնամ ձեր հարցին։ Դուք այս ընթացքում Նիկոլ Փաշինյանի թիմից երբևիցե նախընտրական ծրագրի մասին լսել եք թե չէ։ Հարցս իհարկե ռետորական է, չեք լսել։ Իրենց բոլոր մարզերում կամ քաղաքներում խոսույթը սրա վիլլաները, նրա վիլլաները, այս ենք անելու, այն ենք անելու։ Մենք խոսում ենք մեր ծրագրերի մասին։ 1001 իրենց անդրադարձ են անում, որովհետև շատ ու շատ դեպքերում կարմիր գծեր անցնում են, բարոյական բոլոր կետեր անցնում են, որը ճիշտ չէ, որը սխալ չէ, սխալ է, որը նաև քաղաքական առումով ճիշտ չէ։ Հիմա դրա համար մենք խոսում ենք բալանսավորված թե երաշխավորության եւ թե հարաբերությունների մասին։ Այո, մենք պետք է ու պարտավոր ենք Ռուսաստանի հետ լավ լինել։
Այո, մենք պետք է ու պարտավոր ենք Եվրոպայի հետ լավ լինել։ Այո, նույն մեխանիզմը նաև գործելու է Չինաստանի հետ, չգիտեմ, Հնդկաստանի հետ, Իրանի հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, բայց երբ որ իրենք ասում են իրենց սեվական խոսույթն է, իհարկե դա այդպես չի կերնի վրա, երբ որ իրենք խոսում են, որ Ռուսաստանից պետք է ամբողջովին կդրվել, իսկ ինչ կապվածության մասին է խոսքը։ Այդ մեր բնակչության նեղ հայերի մասին է խոսքը, թե արտահանվող ապրանքների մասին է խոսքը, թե ինչի մասին է խոսքը։ Իրենք ինչ որ հաշվարկ տեսեք, իրենք մեզ մեղադրում են Ռուսաստանի հետ կամ շատ փոխկապակցված լինելու մասին, բայց իրենք իրականում շատ ավելի փոխկապակցված են, քան մենք։ Եթե խոսքը գնում է ընդամենը նրա մասին, որ Սամվել Կարապետյանը ունեցվածք ունի այնտեղ, շատ լավ, բայց Սամվել Կարապետյանը փորձով ապացուցեց, որ երբ որ նժարին դրած է եկեղեցի հայրենիք ու բիզնես կամ փող, ինքը միանշանակ հեծի պես նույն միտքը ասելու է, որ թեկած ունեմ հեծի վրա։ Դա ինքը նկատի ուներ, որ իրենք որ խոսակցությունը փոխեցին, այդ մարդը նկատի ուներ, որ եթե ինձ հարցնում եք հայրենիք, եկեղեցի, ընտանիք, թե փող, միանշանակ ես թեկած ունեմ փողի վրա։ Այո, ինքը միանշանակ թեկած ունի փողի վրա։ Իր համար կարևոր Հայաստանի Հանրապետությունն է, որովհետև նման ճանապարհ անցած մարդը, նման ունեցվածք ունեցող մարդը, նման հայրենասեր լինող մարդը, երբ որ ամեն ինչ թողնում է իր բարեկեցիկ, հրաշալի կյանք թողնում է ու գալիս է մոտ արդեն մի քանի օրից 1 տարին կլրանա անազության մեջ է, այդ մարդուն մեղադրել ինչ որ մեկի հետ կապվածության, պրինցիպներ հայրենասեր չլինել, պրինցիպներ չունեցող հայրենասեր չլինող մարդու տեղ դնել, այդ մի քիչ աբսուրդ է, ընդամենը խոսույթ է։ Անվտանգային առումով հստակ է ձեր դիրքորոշումը, այ կրթական ասպարեզում ինչ անելիքներ ունեք, ինչ ծրագրեր ունեք։ Մեր կրթական համակարգը 18 թվականից սկսած միայն ու միայն դեգրադացվել է։ Մեր համար կարևորը ուսուցիչների իրական ռեալ կեդնի վրա վերապատրաստումներն են, նաև մեր մանկավարժները իրենց ուրույն տեղը պետք է ունենան մեր հասարակության մեջ։ Դրա մեջ է մտնում նաև մանկավարժների տարեկան 25%-ով աշխատավարձերի բարձրացումը։ Ես շատ մանկավարժ ծանոթներ, ընկերներ, տարիքով նաև հարազատներ ունեմ, ովքեր այնքան իրանց հարցադրումները այդ շտեմարան կոչված այնքան աբսուրդի հասնող են, այնքան կրթության հետ կապ չունի, մարդիկ չեն մտնում այդ դաշտ։ Իրենք մոտ 1000 հոգու տանում են վերապատրաստման, հա, օրինակ 1000 հոգից 950 հոգին կդրվում է, իրենց 50 հոգին անում, 50 հոգին բարձր աշխատավարձ են ստանում, բայց այն 950-ով որ իրական, այսպես ասած, դպրոցյան, մանկավարժության, այդ ախր մանկավարժն էլ պետական ծառայողի նման պետության համար կարևորագույն հենասյուներից մեկն են ինչպես բժիշկները։ Նույն նաև փոփոխություն ունենք բժիշկների մասով աշխատավարձերի հետ կապված։ Իրենք ինչ են անում, դպրոցների շենք կառուցելով, ախր 10 դպրոց քանդելով, 1 դպրոց կառուցելով, կրթության հետ դպրոցի շենքը կապ չունի։ Կրթությունը դպրոցի շենքը չի։ Կրթությունը մանկավարժն է, մանկավարժությունն է, այդ մանուկներին վարժեցնել բառը, երբ որ իրեն բացում է, հենց դրա մասին է խոսքը։ Մեր ժամանակում այսօրվա օրերում ես շատ քիչ մանկավարժներ գիտեմ, որ ովքեր որ ըստ արժանվույն գնահատված են։ Ու այդ շտեմարանով եւ այլնով թեստերով կամ չգիտեմ անհասկանալի քննություններով չես որոշելու թե ուսուցչուհին կամ ուսուցիչը ինչ կերպ է վերաբերվում, ինչ ձև դաստիարակություն է տալիս երեխաներին։ Վերջիվերջո այսօրվա դաստիարակող երեխան մեր վաղվա ապագան է։ Պարոն Մխիթարյան, դուք նաև նշում եք, որ բարձրագույն կրթության ասպարեզում պետք է նաև գլոբալ փոփոխություններ լինեն, այն է անվճար կրթության իրավունքը։ Այս մասով նաև ինչ կասեք։ Տեսեք, Տաշիր բարեգործական հիմնադրամը Սամվել Կարապետյանը այս տարիների ընթացքում, եթե չեմ սխալվում, թիվը թողներ են հենց մեր հեռուստադիտողները, մոտավորապես 15 միլիոն դոլարի ուսման վարձեր է տվել։ Թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս։ Տեսեք, երբ որ ու ես նաև շատ մենք բոլորս վստահ եմ ծանոթներ ունենք, ովքեր ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս են մնացել համալսարանից։ Դրա համար մեր նախագծերից ու կարևորագույն փոփոխությունից մեկը նաև այն է լինելու, որ անվճար բարձրագույն կրթությունը լինելու է անվճար, որովհետև ոչ մի մարդ չպետք է գումարի պատճառով կրթություն չստանա։ Եթե մարդը մենք փորձելու ենք ասել, որ նմանատիպ մարդ չլինի, որ նույնիսկ ցանկություն չունենա սովորել, բայց եթե մարդը ցանկանում է սովորել, նա առանց որևէ խնդրի, առանց որևէ բանի մասին մտածելու պետք է գնա սովորելու։ Տեսեք, մարզերում մենք իրականում նորմալ համալսարաններ չունենք։ Մարզեր ունենք ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չունենք։ Տեսեք, այս Շիրակի մարզը օրինակն ասենք, աղքատության մեջ խրված
ժողովուրդը ինչպես երեխային ուղարկի Երևան սովորելու, այնտեղ պահի վարձով բնակարան, առնվազն գոնե 10 օրը մեկ կամ ինքը կամ երեխան կա հայրենի տուն նորից հետ վերադառնալ, դա ամեն ինչը ֆինանսի բավականին լուրջ, ինչպես պետք է մարդը կարողանա երեխային ուսման տալ։ Դրա համար ինչ են անում։ Ուսման ստիվաց չեն կնում, մասնագետների պակաս են ունենում, ու դրա պատճառը ամեն ինչի պատճառը փողի պակաստ է։ Մենք նույնիսկ նաև փոփոխություն ունենք կաված զինվորական ծառայության հետ, եթե չեմ սխալվում, այս պահին իրենք ամսական 4000 դրամ են տալիս։ Մենք 10 անգամ այդ թիվը ավելացել ենք։ Հիմա 40000 է լինելու։ Այսինքն 40000 ծառայության մեջ գտնվողի հաշվին գումար է նստելու։ Դրանից հետո, եթե գալիս է ուսումը շարունակելու ուսման հետ, գործողությունները սկսելու կամ համալսարանելու, իրենց մասով նույնպես մենք ունենալու ենք փոփոխություն, ըստ որի նաև զինվորական ծառայությունից վերադարձած մեր հայրենագիստերը, մեր եղբայրները անվճար ուսում են ստանալու։ Այսինքն, ելի եմ կրկնում, Հայաստանի Հանրապետությունում գումար կա, բայց այդ գումարը չի ծախսում ժողովրդի ու մեր բոլորի կյանքը բարելավելու համար։ Ուժեղ Հայաստանը քվեաթերթիկում երրորդն է։ Եվ որպեսզի արդեն եզրափակենք մեր հաղորդումը, որը կլինի ձեր հորդորը հեռուստադիտողին, հետևորդներին եւ ձեր ընտրողներին կարճ ասած, եւ նաեւ մեկ հավելում անենք, ես գիտեմ, որ առաջիկայում նաեւ մեծ հանրահավաք է նախատեսվում Գյումրիում։ Ամսի 30-ին ժամը 6-ին։ Բոլորին սպասում ենք, ես երևի նաեւ այստեղ նայեմ սիրելի հայրենագիստեր։ Ուժեղ Հայաստանը, այո, քվեաթերթիկում երրորդ համարն է։ Մեր խնդրանքն ու հորդորն է ձեզ անպայման գնալ ընտրության։ Եթե մենք ուզում ենք փոփոխություն, մենք պետք է գնանք ընտրության։ Յուրաքանչյուրիս մեկ քվեն կարևոր է։ Այնպես որ բոլորս դեպի ուժեղ Հայաստան եւ համար 3։ Շնորհակալություն, պարոն Մխիթարյան։ Ձեզ նույնպես։ Իսկ ես մեր հետևորդներին եւ հեռուստադիտողին հիշեցնեմ, որ հնարավորությունների սահմանում զրուցում էի Ուժեղ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի հետ, կհանդիպենք։